Երբևէ ձեզ հետաքրքրել է, թե այստեղ Լաս Վեգասում մարդիկ որքան գումար են աշխատում։ Եթե հետաքրքրել է, ուրեմն այսօր կստանաք ձեր հարցի պատասխանը։ Ողջույն, ձեզ հետ կրկին Մարիանան է եւ այսօր միասին բացահայտելու ենք բոլոր միֆերն ու իրականությունը կապված Լաս Վեգասի հետ։ Գնացման գործընկերն է Space-G ընկերությունը, որն առաջարկում է ժամանակակից վեբկայքերի պատրաստում եւ սպասարկում։ Space-G վստահեք փորձառու մասնագետներին։ Նախքան բուն թեմային անդրադառնալը առաջարկում եմ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա հետաքրքիր թեմաները։ Իսկ հիմա գնանք բացահայտելու, թե որքան է կազմում Լաս Վեգասում միջին աշխատավարձը, ինչպես նաև ներկայացնենք եկամուտներ եւ ծախսեր հարաբերակցությունը, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես են մարդիկ այստեղ ապրում եւ աշխատում։ Առհասարակ, երբ ուսումնասիրում եմ հայ բլոգերների կարծիքները Լաս Վեգասի վերաբերյալ, այնտեղ հիմնականում նշվում է, որ այստեղ սարսափելի թանկ գներ են, հիմնական շեշտադրումը դրված է թանկության վրա, եւ այսօր որոշել եմ անդրադառնալ նաեւ այս հարցին։ Նախ սկսենք նրանից, որ մեր բլոգերները հիմնականում լինում են զբոսաշրջային վայրերում եւ այնտեղ բնական է, որ ամեն ինչ պետք է լինի չափազանց թանկ, նույնիսկ կրկնակի թանկ։ Սակայն ինչ վերաբերում է հիմնական քաղաքի գներին, ապա պետք է նշեմ, որ այստեղ ամեն ինչ այդքան էլ սարսափելի թանկ չէ։ Ի համեմատություն այլ նահանգների, նույնիսկ կարելի ասել, որ այստեղ անհամեմատ ավելի մատչելի է ամեն ինչ, որովհետև այստեղ գործում է հարկերի միայն մեկ տեսակ, եւ երբ դու գնումներ ես կատարում, վերջում սարսափելի հարկեր չեն ավելանում քո կատարած գնումներին։ Իմիջիայլոց այդ հարկային տոկոսը կարծեմ ավելի քիչ է, քան մնացած նահանգներում, եւ հենց սրանով պայմանավորված էլ Վեգասի շատ առևտրային կետեր, օրինակ աուտլետները, համարվում են աշխարհի մասշտաբով ամենամատչելիներից մեկը, որովհետև այստեղ հարկերը բավականին քիչ են։ Եթե նայենք ծախսերի տեսանկյունից, ապա այստեղ այդքան էլ սարսափելի գումարներ պետք չեն կեցություն վարելու համար, այսինքն միջին աշխատավարձը լրիվ բավական է։ Երկրորդ տեղում, որին ես արդեն անդրադարձել եմ, տան վարձակալության գներին է վերաբերում, որ այստեղ բավականին մատչելի է։ Միջինում այստեղ հնարավոր է բնակարան վարձակալել $1500-ից $1700 սահմաններում։ Իսկ ինչքան գումար են աշխատում տեղի բնակիչները, որ կարողանում են ապրել, կենցաղային խնդիրներ լուծել, վճարել բնակարանի համար, որոշ դեպքերում նաև հիպոթեկի համար, մի խոսքով ծախսերը շատ են, տան վարձակալություն, առողջական ապահովագրություն, մեքենայի ապահովագրություն, մեքենայի գումար, սնունդ, հագուստ, կենցաղային իրեր, այսպես անվերջ կարող եմ շարունակել, եթե փոքրիկ երեխա ունեք, նաև նրա մանկապարտեզի գումարը, մի խոսքով ծախսերը շատ են, բայց գումարը բնականաբար մարդիկ աշխատում են, որ կարողանում են այս բոլոր ծախսերը փակել։ Ինքնին հասկանալի է, բայց եւս մեկ անգամ նշեմ, որ այստեղ ես ոչ թե խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր արդեն կայացած են, ունեն բիզնեսներ, այլ խոսում եմ այստեղ ժամավճարով աշխատողների մասին, քանի որ Միացյալ Նահանգներում աշխատանքը ժամավճարային է։ Նախ նշեմ, որ այստեղ կա աշխատանքի երկու տարբերակ, որը կապված է հարկերի հետ։ Առաջինը W2-ով աշխատանքն է, որտեղ գործատուն արդեն իսկ պահում է քո հարկերը, դու լինում ես գրանցված աշխատող եւ տարեվերջում հնարավոր է, որ դու քո վճարած հարկերից որոշակի գումար հետ ստանաս, եթե ունես փոքրիկ երեխա, քո խնամակալության տակ գտնվող որևէ անձ եւ այստեղ մի շարք այլ նախապայմաններ կան։ Երկրորդ տարբերակը 1099, որը vendor տեսակի աշխատողն է, այսինքն նա չի համարվում գրանցված աշխատող, նա համարվում է ինքնուրույն անձ, որը ծառայություններ է մատուցում գործատուին, իսկ իր հարկերը վճարում է արդեն տարեվերջում։ Այստեղ կա մի տարբերություն, եթե դուք W2-ով աշխատող եք, ապա այստեղ կան առավելություններ, ամենտեղ երևում է, որ դուք գրանցված աշխատող եք, որքան եկամուտ ունեք, հետագայում կարող եք նաև հիպոթեք ձևակերպել, կարող եք դիմել բիզնես վարկերի համար, իսկ 1099-ով աշխատելու դեպքում դուք ամեն ինչ պետք է անեք ինքնուրույն պետք է բանկին ապացուցեք ձեր եկամուտները, ցանկացած քայլ կատարելիս պետք է կատարեք ամեն ինչ ամենակարևոր խնդիրը աշխատանքի իրավունք ունենալ չունենալն է։ Եթե դուք ունեք աշխատանքի իրավունք, անկախ կարգավիճակից, այսինքն green card-ով եք, թե որևէ այլ ճանապարհով եք այդ աշխատանքի իրավունքը ձեռք բերել, միևնույն է գործատուն ձեզ կապահովի աշխատանքով, միևնույն ժամավճարով։ Սակայն եթե դուք չունեք աշխատանքի իրավունք Միացյալ Նահանգներում եւ դուք փորձում եք այստեղ աշխատել, սա նշեմ, որ օրենքի խիստ կոպիտ խախտում է եւ եթե հանկարծ բացահայտվեց, դուք հաջորդիվ կարող եք մոռանալ երբևիցե Միացյալ Նահանգներ մուտք գործելու մասին։ Իսկ որքան է Նևադայում գրանցված նվազագույն աշխատավարձը, դա ժամական $12 է, եւ եթե $12-ից ավելի ցածր ժամավճար ձեզ առաջարկի գործատուն, ապա դուք հանգիստ կարող եք դիմել ձեր աշխատանքային իրավունքները կարգավորող կազմակերպություններին։
Հաջորդ կարևոր հանգամանքը, որով պայմանավորվում է տվյալ անձի աշխատավարձի չափը, անգլերենի իմացությունն է։ Եթե դուք գիտեք անգլերեն, թեկուզ ունեք լեզվական որոշակի մակարդակ, սակայն դեռևս չեք կարողանում խոսել, որը լրիվ նորմալ է, որովհետև այստեղի տեղացիները խոսում են բոլորովին այլ անգլերենով, ինչ որ մենք անցնում ենք Հայաստանում, ինչ որ մենք սովորում ենք, դա այնքան էլ կապ չունի այստեղ արդեն իսկ կիրառվող կիրառական անգլերենի հետ, սա ամերիկյան անգլերենն է, խոսակցական անգլերենն է, որը խստագույնս տարբերվում է այն անգլերենից, որը որ մենք սովորել ենք։ Դա լրիվ նորմալ է, սակայն եթե դուք ունեք լեզվական բազա, տիրապետում եք կանոններին, գիտեք ինչպես խոսել, ինչպես արտահայտվել, ապա գործատուն հավանաբար ձեզ կտա հնարավորություն ընդունվելու աշխատանքի եւ դրսեւորելու ձեր գիտելիքները ժամանակի ընթացքում նաեւ ձեռք բերելով լեզվական հմտություններ, որը միայն ու միայն գործնականում է հնարավոր կատարել։ Ինչքան էլ դուք գրքեր կարդաք, ինչքան էլ դուք ուսումնասիրեք, մինչև լեզվակրի հետ անմիջական հաղորդակցության մեջ չմտնեք, բավականին բարդ է լինելու հասնել լեզվական այն մակարդակին, որը ձեզ հնարավորություն կտա վաստակել նորմալ աշխատավարձ։ Ինչ վերաբերում է առանց լեզվական գիտելիքների Վեգասում աշխատելուն, սա նույնպես հնարավոր է, սակայն մեծ ակնկալիքներ ցավոք չեք կարող ունենալ, որովհետև ի տարբերություն Լոս Անջելեսի, այստեղ հայկական համայնքը այնքան էլ մեծ չէ, այստեղ քիչ է հնարավորությունը աշխատանքի անցնելու որևէ հայկական կազմակերպությունում, որովհետև նույնիսկ եթե դուք հայկական կազմակերպություն ընդունվեք եւ դա չլինի օրինակ հայկական խանութ, այլ լինի օրինակ ինչ-որ գրասենյակ, որի տերը հայ է, այստեղ նույնպես ձեզ սարսափելի անհրաժեշտ է անգլերենը։ Իսկ ինչ վերաբերում է խանութում աշխատելուն կամ որևէ հայկական կազմակերպությունում, որը հենց հայկական համայնքով է, այսպես ասած, սահմանափակված, կա դարձյալ հնարավորություն, բայց ոչ այն չափի, ինչ որ կա Լոս Անջելեսում։ Հետևաբար, եթե դուք անգլերենին լավ չեք տիրապետում, այստեղ խորհուրդ կտամ մի պահ մտածել, արժե արդյոք գալ Նևադա, թե չարժե։ Այստեղ կան հայկական դպրոցներ, կան հայկական մանկապարտեզներ, բայց ինչ ասել է հայկական մանկապարտեզ, սա ոչ թե հայկական ուսուցում, հայկական կրթական համակարգ ունեցող մանկապարտեզ է, այլ պարզապես սեփականատերերը հայեր են, ովքեր ընդունում են, այո, հայ աշխատակիցների հնարավորություն են տալիս, մենք գիտենք, որ մեր ազգի ներկայացուցիչներն այդպիսին են, մենք սիրում ենք իրար ձեռք մեկնել, իրար օգնել, հնարավորություն տալ, դա չի քննարկվում, սակայն անկախ ամեն ինչից պետք է հաշվի առնել, որ այս գործատուն ձեզ ոչ թե ընդունում է հայկական մանկապարտեզ, այլ ընդունում է մի մանկապարտեզ, որը գործում է Միացյալ Նահանգներում եւ որտեղ ոչ միայն հայ երեխաներ են, այլև բազմաթիվ օտարազգի երեխաներ։ Հետևաբար, որքան էլ ձեզ սիրեն, որքան էլ ձեզ գնահատեն, եթե կարճ ժամանակում դուք չկարողացաք լեզվական խոչընդոտը հաղթահարել, բնականաբար գործատուն ստիպված է լինելու արդեն ձեզ փոխարինել մեկ այլ անձով, որը կկարողանա նաև այս խնդիրը լուծել։ Հետևաբար Նևադա, մասնավորապես Լաս Վեգաս տեղափոխվելուց առաջ կխնդրեմ մի պահ մտածեք, թե արդյոք դուք անգլերենին տիրապետում եք, եթե տիրապետում եք, ապա ինչ չափով, որքանով եք պատրաստ բարելավել ձեր լեզվական հմտությունները, ինչքան ժամանակ եք պատրաստվում տրամադրել անգլերենին, որովհետև սա ամենամեծ, ամենակարևոր խնդիրն է։ Եթե անգլերեն գիտեք, այստեղ կարող եք աշխատել ժամական 20, 25, 30 եւ ավելի դոլարներ։ Որտեղից սկսել, երբ եկել եք Լաս Վեգաս եւ փնտրում եք աշխատանք։ Նշեմ, որ այստեղ աշխատանք գտնելը մի քիչ ավելի բարդ է, որովհետեւ հիմնական կայքերը, որտեղ դիմում ես աշխատանքի համար, օրինակ Indeed-ը, քեզ ուղարկում է հիմնականում ավտոմատացված ինչ-որ պատասխան, նամակ, որտեղ նշվում է, որ այո, քո CV-ն հրաշալի է, դու համապատասխանում ես բոլոր չափանիշներին, դու դրանից կարող ես ողջևորվել, նրանք քեզ ուղարկում են on-line հարցազրույցի հղումներ, դու կարող ես ժամերով պատրաստվել այդ հարցազրույցներին, նկարել վիդեոներ, ուղարկել նրանց եւ այդպես օրերով սպասել եւ որևէ պատասխան չստանալ։ Ինչու՞, որովհետեւ ոչ թե իրականում դու համապատասխանում էիր չափանիշներին, այլ դու պարզապես ստացել էիր ավտոմատացված մի նամակ, որը ոչ թե անձի կողմից էր ուղարկված, այլ հենց այդ կայքի։ Որպեսզի այս հարցը ավելի հեշտ ու հարթ լուծվի, որպեսզի ձեր ժամանակը անիմաստ չվատնեք, նախ կարդացեք բոլոր պահանջները, թե ինչ է ներկայացվում գործատուի կողմից։ Այստեղ ինչն է սարսափելի, երբ տեսնում ես license, ուսուցչի license, չգիտեմ, CPR, այնտեղ driver license, անընդհատ ինչ-որ լիցենզիաներ են ուզում, որը քեզ թվում է ինչ-որ տարաշխարհիկ մի բան, թվում է թե դու դա չես կարող ձեռք բերել, ես սա չունեմ, անցանք առաջ։ Նշեմ, որ այս ամենից պետք չէ վախենալ, եթե այնտեղ ձեզնից պահանջվում է drug test, TB test, CPR training կամ ինչ-որ basic training, այս ամենը դուք կարող եք շատ հանգիստ ձեռք բերել եւ եթե դուք նույնիսկ չեք նախատեսել գումար այս ամենի համար, որովհետեւ երբ տեսնում ես այս տրեյնինգն արժի $75,
այն մեկն արժի $80, TB թեստն արժի $100 եւ այսպես շարունակ, եւ մտածում ես, եթե ես այս աշխատանքի համար պետք է այսքան գումար ծախսեմ, դիմեմ, ունենամ այս լիցենզիաները եւ անորոշ է, ես չգիտեմ ինձ կընդունեն թե ոչ, մտածում ես ավելի լավ է չանել։ Բայց եթե հրաժարվեք այս բոլոր, այսպես ասած, պահանջները բավարարել, ապա շատ տեղերում ձեզ պարզապես աշխատանքի չեն ընդունի։ Իսկ ինչպես վարվել այս պարագայում, ես ձեզ հիմա կտամ մի շատ կարևոր խորհուրդ, որի համար կարող եք մեկնաբանություններում շնորհակալություն հայտնել։ Ուրախ կլինեմ, եթե ասեք, որ արդեն իսկ տեղյակ եք սրա մասին, իսկ եթե տեղյակ չեք, ապա ես ձեզ կտեղեկացնեմ հիմա։ Այստեղ Նևադայում կան տարբեր կազմակերպություններ, որոնցից ամենաառաջնայինը Employee Envy-ն եւ երկրորդը Goodwill-ը։ Այս կազմակերպությունները մարդկանց հասնում են օգնության ցանկացած պարագայում։ Ուրեմն սկսենք սկզբից։ Դուք որոշում եք ինչ-որ տեղ աշխատանքի ընդունվել, կայքերով դիմել եք, ոչ մի հարցազանգ, ինչ անել։ Ուղղակի վեր կացեք, գնացեք ձեզ ամենամոտ Employee Envy գրասենյակը եւ ասեք, որ աշխատանք եք փնտրում։ Նրանք ոչ միայն ձեզ կուղղորդեն այս կամ այն աշխատանքային կազմակերպությունները, այլև ձեզ կտան վաուչերներ, որպեսզի դուք կարողանաք հանձնել ձեր TB թեստը, background check-ը, որը ամենապարտադիրն է այստեղ գրեթե բոլոր տեղեր աշխատանքի ընդունվելուց առաջ, այսինքն նրանք ստուգում են ձեր criminal history-ն, թե ինչպիսի պատմություն ունեք դուք, արդյոք որևէ կրիմինալ պատմության մեջ եղել եք երբևիցե, կամ պարզապես իրավունք չունեք աշխատելու եւ այլն, սա պարտադիր է գրեթե բոլոր տեղերում։ Հաջորդը նրանք ձեզ կօգնեն, եթե դուք աշխատում եք օրինակ որպես խնամակալ, ձեզ կտրամադրեն համապատասխան հագուստի վաուչերներ, տրեյնինգների վաուչերներ, մի խոսքով Employee Envy-ն ձեզ կօգնի, կուղղորդի եւ կվճարի նաեւ ձեր փոխարեն, եթե դուք դա չեք նախատեսել ի սկզբանե։ Կազմակերպությունը Goodwill-ն է, որը նույնպես աշխատանք փնտրող մարդկանց կողքին է, օգնում է, աջակցում է, տրամադրում է վաուչերներ եւ այլոց, հենց Employee Envy-ում էլ կարող եք դիմել Urban League ծրագրին։ Ինչ է սա։ Սա մանկահասակ երեխաներ ունեցող ծնողների համար է, ովքեր որ չեն կարողանում վճարել երեխաների վարձը, որովհետև դա ոչ թե $100, $200, $500 է, այլ այստեղ մանկապարտեզի համար կարող եք վճարել $1200-ից մինչև $1800։ Եթե դուք Նևադայում եք, չեք օգտվում որևէ աջակցության ծրագրից, բայց ձեր երեխան դեռևս կարող է օգտվել այս ծրագրից, եթե դուք ունեք green card կամ Միացյալ Նահանգների քաղաքացի եք։ Մեկ այլ կարևոր հարցադրում հատկապես նոր տեղափոխվածների համար։ Խորհուրդ կտամ ի սկզբանե չգնալ սթրիփ, չտեսնել այդ խաղատները, չգայթակղվել եւ չծախսել բոլոր այն գումարները, որոնք բերել եք ձեզ հետ Հայաստանից, որովհետեւ այդտեղ իսկապես գայթակղությունը մեծ է, կողքից մարդիկ խոշոր գումարներ են շահում, բղավում են, կանչում են եւ դա հոգեբանական ճնշում է գործադրում եւ բոլոր նոր եկածները առանց դեռևս աշխատանք գտնելու այս վտանգի տակ են, որ կարող են ծախսել ավելի շատ գումար, մտածելով դե գիտենք Ամերիկայի հետ կապված շատ միֆեր կան, որ այստեղ գումարը ծառերի վրա է աճում եւ իրենք հիմա շատ շուտով 1-2 օրվա ընթացքում այս գումարը եւ դեռ կրկնապատիկը հետ են բերելու, չկա նման բան, այնպես որ խնդրում եմ անպայման սա հաշվի առնել, մնալ տանը, փնտրել աշխատանք, խաղատուն գնալու եւ այնտեղ ձեր ունեցած գումարները պարտվելու փոխարեն։ Ես նաև ուսումնասիրել եմ, թե միջինում որքան գումար են աշխատում այստեղ DoorDash-ով, Instacart-ով կամ Uber Eats-ով առաքումներ կատարող մարդիկ։ Նշեմ, որ գումարի չափը տատանվում է մոտավորապես $100-ից $150 սահմաններում, իսկ տոն օրերին այդ գումարը կարող է կրկնապատկվել, կարող է հասնել 200-ի, 300-ի։ Եթե դուք մեզ նայում եք այլ նահանգներից, կխնդրեմ, որ մեկնաբանություններում գրեք, թե օրինակ որքան գումար է վաստակում ձեր նահանգում այս աշխատանքով զբաղվող անձը։ Ինձ դա ուղղակի հետաքրքիր է, որպեսզի կարողանամ նաև համեմատական վերլուծություններ կատարել։ Ինչ վերաբերում է տաքսի ծառայությանը, նշեմ, որ այստեղ հիմնականում Uber եւ Lyft ծառայություններն են, որոնք չեն թույլատրվում այն մարդկանց, ովքեր առնվազն 1 տարվա վարորդական իրավունք չունեն։ Բնականաբար Uber-ով եւ Lyft-ով ավելի շատ գումար են կարողանում աշխատել վարորդները, օրական 200-ից նույնիսկ մի քիչ էլ ավելի, սակայն այս հնարավորությունը ամեն մեկին տրված չէ, այստեղ պետք է անցնես որոշակի ժամանակաշրջան եւ ապացուցես այդ կազմակերպությանը, որ դու վստահելի վարորդ ես, որ կարող են քեզ արդեն ուղևորներ տրամադրել։ Սա մի քիչ ավելի պատասխանատու եւ վտանգավոր աշխատանք է իմ կարծիքով, որովհետեւ գիտենք, որ Ամերիկայում ամենատարբեր մտածողության մարդիկ են ապրում եւ դու չգիտես թե տվյալ պահին քո մեքենան ով կնստի եւ ինչ կարող ես ակնկալել այդպիսի մարդուց։
Հետևաբար այս Uber-ը եւ Lyft-ը մի քիչ ավելի մտածելու տեղիք են տալիս արդյոք արժե թե չարժե կամ ընդհանրապես որ տարածքներում արժե, որովհետեւ գիտենք, որ կան Ամերիկայում առանձին թաղամասեր, որոնք բավականին վտանգավոր են համարվում եւ այնտեղ աշխատում են մարդիկ հնարավորինս չգնալ, չհայտնվել։ Եթե մի փոքր ավելի ընդլայնենք աշխատանքային բնագավառների սահմանները, ապա պետք է հասնենք արդեն օֆիսային աշխատանք եւ Վեգասում ամենաշատ տարածված խաղատնային աշխատանքներին։ Սկսենք նրանից, որ եթե աշխատում եք օֆիսում եւ ունեք լեզվական հրաշալի հմտություններ, բնականաբար կախված տարբեր գործոններից, ձեր աշխատավարձը կարող է տատանվել 15-ից մինչև $25 սահմաններում։ Այստեղ կարևոր է նախ, թե դուք որքանով եք տիրապետում անգլերենին, կարողանում եք ապահովել գործատուի բոլոր պահանջները, ինչ փորձառություն ունեք, որ բնագավառում եւ այլն եւ այլն։ Իսկ եթե դուք անցել եք կրթական մեծ ճանապարհ, ունեք գիտական աստիճաններ, կոչումներ, բակալավր, մագիստրոս, գիտությունների թեկնածու եւ այլն, ապա այստեղ առաջին գործը, որ պետք է անեք տեղափոխվելուց հետո, դա ձեր կրթական գիտական աստիճանների evaluation-ն է։ Այստեղ կան հատուկ կայքեր, որտեղ դուք կարող եք դա կատարել, իսկ եթե չեք կարող ինքնուրույն, ապա կարող եք դիմել որոշ մարդկանց, ովքեր որ զբաղվում են այս աշխատանքով եւ ձեզ կօգնեն, որպեսզի դուք կարողանաք վերականգնել այստեղ ձեր կրեդիտները, ձեր գիտական աստիճանները եւ ընդունվեք ավելի լավ աշխատանքի, որովհետեւ մեծ մասամբ, եթե գործատուն ձեր կրթական անցած ճանապարհը տեսնում է, ձեզ ավելի բարձր ժամական աշխատավարձ է առաջարկում։ Երբ ես ուսումնասիրում եմ պաշտոնական տվյալները, այստեղ ներկայացվում է, որ Լաս Վեգասում ժամական միջին աշխատավարձը $28 է, սակայն այս աշխատավարձը իմ կարծիքով այնքան էլ իրատեսական ու տարածված չէ, որովհետև որքանով որ ես եմ ուսումնասիրել եմ նաև աշխատանքի առաջարկներ ներկայացնող կայքերը, այնտեղ հիմնականում միջին աշխատավարձը տատանվում է 18-ից 22-ի միջակայքում։ Ինչ վերաբերում է խաղատներին, հյուրանոցներին, որոնք հիմնական աշխատավայրերը կարող են համարվել Լաս Վեգասում, ապա այստեղ նույնպես աշխատավարձերը տատանվում են 15-ից մինչև $35 միջակայքում, սակայն բնականաբար կախված առանձին աշխատատեսակներից դրանք կարող են խիստ տարբերվել։ Օրինակ նկատեցի, որ բոլորովին վերջերս խաղատներից մեկի թատրոնում անհրաժեշտ է դերձակ, որը կկարի համապատասխան հագուստներ որևէ կերպարի համար եւ ինչպես նաեւ ներկայացման ընթացքում կկարողանա վերականգնել այդ հագուստները, ինչ որ բան պատռվեց, վնասվեց եւ այլն, եւ այս աշխատանքի համար նրանց առաջարկվում էր ժամական $40, այսինքն կան որոշակի աշխատանքներ, որոնք ավելի մեծ ժամավճարներ են ենթադրում։ Բնականաբար, այն ինչ որ հիմա ես ասում եմ, խիստ հարաբերական է։ Խաղատներում աշխատողները ունեն ավելի շատ բենեֆիտներ, նրանց աշխատավարձերը բարձրանում են պարբերաբար, նրանք օգտվում են բոլոր հնարավորություններից, ունեն առողջական ապահովագրություն, ատամնաբուժական ապահովագրություն, որոշ աշխատանքներ ենթադրում են նաև այսպես ասած թիփեր, օրինակ գանձապահի աշխատանքը, ես անկեղծ ասած, որքանով որ լսել եմ միայն, այստեղ շատ-շատերն են այսպես ասած ձգտում երազում հասնել այդ աշխատանքին, որովհետև այնտեղ նրանք կարող են աշխատել խոշոր գումարներ, բացի իրենց հիմնական աշխատած գումարից, քանի որ մեծ գումարներ շահած մարդիկ կարող են պարզապես այդ մեծ գումարի մնացորդը թողնել աշխատակցին, բայց որքան որ ես եմ տեղյակ, խաղատունը այդ գումարից որոշակի տոկոսն է միայն հատկացնում գանձապահին։ Բացի դրանից գիտեմ, որ մեկ այլ ցանկալի աշխատանք է համարվում Լաս Վեգասում մեքենաների ավտոկայանատեղիներում աշխատելը, հիմնականում խաղատների մասին է խոսքս, որովհետև ասում են, որ այնտեղի աշխատակիցները մեծ չափերի թիփեր են ստանում։ Նշեմ, որ թիփերը այստեղ բավականին տարածված են եւ տարբեր բնագավառների շատ աշխատողներ հիմնականում պարտադիր թիփեր են ստանում իրենց հաճախորդների կողմից։ Բնագավառ էլ կա, որին կանդրադառնամ հիմա, խոսքս գեղեցկության բնագավառին է վերաբերում։ Նշեմ, որ այստեղ պահանջարկը բավականին մեծ է, իսկ առաջարկը ի համեմատություն պահանջարկի բավականին նվազագույն։ Օրինակ, եթե համեմատենք Լոս Անջելեսի հետ, այստեղ անհամեմատ քիչ են վարսահարդարները, դիմահարդարները, մատնահարդարները եւ ընդհանրապես գեղեցկության բնագավառում գործունեություն ծավալող մարդիկ։ Ես համեմատել եմ հայկական խմբերը, Facebook-յան խմբերը մասնավորապես Լոս Անջելեսի հայերի եւ Վեգասի հայերի շրջանում։ Լոս Անջելեսի հայկական խմբերում դուք կարող եք տեսնել տարբեր արժեքներով առաջարկվող ծառայություններ, ինչը պարզապես երանելի կլիներ Լաս Վեգասում, այստեղ մատնահարդարը միջինում վաստակում է $80-ից $90 եւ ընդ որում ասեմ, որ
Շատ բարդ է այստեղ գտնել լավ վերապատրաստված հրաշալի մասնագետների, որոնց դու կարող ես վստահել այս դեպքում ոչ միայն քո գեղեցկությունը, այլ նաև առողջությունը։ Հետևաբար այստեղ հնարավոր է, որ դու վճարես շատ մեծ գումար եւ հատկապես եթե եկել ես Հայաստանից ու համեմատում ես մեր հայաստանյան լավագույն մասնագետների աշխատանքների հետ, այստեղ կարող ես մեծ հիասթափություններ ապրել եւ նույնիսկ ափսոսել այդ գումարը վճարել, օրինակ մատնահարդարման համար։ Սակայն սա չի նշանակում, որ այստեղ չկան լավ մասնագետներ։ Այստեղ կան լավ մասնագետներ, բայց այս մասնագետները ամբողջ օրը զբաղված են։ Պետք է գրանցվես շատ օրեր առաջ, ուրեմն այստեղ գալուց հետո անմիջապես խորհուրդ եմ տալիս գտնել ձեր լավագույն մասնագետին, հավատարիմ մնալ նրան եւ նա արդեն կիմանա, որ այսօր այսինչ ժամին նա պետք է ձեզ համապատասխան ծառայությունը մատուցի։ Ինչ վերաբերում է վարսահարդարի աշխատանքին, նորից գումարը տարբեր կարող է լինել, միջինում օրինակ մազերի կտրվածքը կարող է լինել 70-ից մինչև $90, մազերը ներկելու համար տարբեր վարսահարդարներից ճշտել եմ որոշակի տվյալներ եւ բնականաբար սա խիստ անհատական է, կախված է մազերի չափից, որակից, երկարությունից եւ այլն, բայց դարձյալ միջինում մոտ 200-ից ավել կամ պակաս կարող եք վճարել սովորական ներկելու համար։ Իմ ներկայացրած թվերը կարող են խիստ տարբերվել, բայց հիմա ցանկանում եմ ձեզ տալ մոտավոր պատկերացում, թե այլ աշխատանքների համար ինչքան գումար կարող եք ակնկալել։ Օրինակ խնամակալի աշխատանքը, եթե դուք գրանցված աշխատող եք լինելու, այստեղ Նևադայի օրենքով նվազագույնը $16 պետք է ձեզ ժամական վճարի գործատուն, եթե դա պետության կողմից վճարվող, այսինքն Medicaid-ի կողմից վճարվող աշխատանք է։ Եթե ոչ, ապա դա գործատուի հայեցողությամբ է, նա կարող է ձեզ վճարել ընդհանուր $12 ժամական։ Եթե դուք գրանցված աշխատող չեք լինելու եւ տանը խնամելու եք որևէ խնամքի կարիք ունեցող անհատի, ապա ձեզ կարող են վճարել ժամական $14-15։ Ուսուցչի աշխատավարձը այստեղ տատանվում է ժամական 15-ից մոտ $30 սահմաններում, այստեղ տարբեր գործոններ կան, սակայն ուսուցիչները հիմնականում օգտվում են նաև բազմաթիվ բենեֆիթներից, այստեղ նրանք ունեն շատ առավելություններ։ Իրավաբանական գրասենյակներում միջին աշխատավարձը մոտ $22-ից $30 է ժամական։ Բուժքույրերի աշխատավարձը COVID-ի ժամանակ հասել է մինչև ժամական $75, իսկ այս պահին կարող է լինել 50-55, որոշ տեղերում նաև $35, բայց սա բավականին լուրջ աշխատանք է այստեղ համարվում եւ նշեմ, որ այստեղ բուժքույրերը շատ գնահատված են, որ նրանց տված մեկ թուղթը, եզրակացությունը կարող է շատ տեղերում համարժեք լինել բժշկի տված եզրակացություններում հիմնականում 12-ից $19 է ժամավճարը, իսկ Մոնտեսորիում $22։ Բան, որ մոռացա նշել, այստեղ աշխատավարձը հիմնականում bi-weekly է, որը նշանակում է, որ դու վճարվում ես 2 շաբաթը մեկ անգամ։ Իմիջիայլոց ես մի օր ինքս ինձ հասկացա, որ միգուցե հենց նաև սա է պատճառներից մեկը, որ այստեղ օրերը, շաբաթները պարզապես թռչում են, ժամանակը անկառավարելի արագ է անցնում, որովհետև Հայաստանում մենք մոտ մի ամիս սպասում էինք մեր աշխատավարձին, իսկ հիմա մենք դա ստանում ենք 2 շաբաթը մեկ անգամ, որը արդեն իսկ կրճատում է այդ սպասելաժամանակը, դրանով նաև մեր օրերը, ամիսները շատ արագ են թռչում եւ մենք չենք հասկանում։ Միգուցե սա միայն իմ տեսակետն է, բայց միգուցե սա էր պատճառը, որ Հայաստանում մեզ մեկ ամիսը ավելի երկար էր թվում, քան այստեղ։ Ուզում եմ նշել մի շոկային բացահայտում ինձ համար, որը ես կատարեցի Միացյալ Նահանգներում, այստեղ չկա ֆիզարձակուրդ։ Օրինակ Հայաստանում գիտենք, որ մեծ չափով պետության կողմից խրախուսվում է երեխա ունենալը, մենք ստանում ենք ֆիզարձակուրդ, 3 տարի կարող ենք սպասել տանը, մեծացնել երեխային եւ այդ ողջ ընթացքում պետությունը ինչ որ չափով գումար է տրամադրում եւ օժանդակում է, խրախուսում է երեխա ունենալու փաստը։ Իսկ այստեղ դա ընդհանրապես չի խրախուսվում։ Ընդհանուր առմամբ, եթե դու գնում ես ֆիզարձակուրդ, կախված գործատուի կամքից, նա կարող է քեզ որոշակի գումար վճարել, կարող է նաև չվճարել։ Ընդհուպ ասեմ, որ դուք կարող եք կորցնել ձեր աշխատանքը ֆիզարձակուրդ գնալիս, որովհետև FMLA-ը, որը հատուկ կազմակերպություն է, գործում է այստեղ, նա կարող է պաշտպանել ձեր շահերը ընդամենը 12 շաբաթ, այսինքն 12 շաբաթվա ընթացքում, եթե դուք չվերադառնաք աշխատանքի, դուք կարող եք պարզապես կորցնել ձեր աշխատանքը եւ գործատուն
աշխատում որևէ պարտավորություն չունի ձեր նկատմամբ։ Ու նաև մեր հայ շատ բլոգերներ անդրադարձել են այն խնդրին բազմիցս, թե որքան գումարներ են անհրաժեշտ այստեղ երեխա ունենալու համար։ Այդ է պատճառը, որ երբ մարդիկ տեղափոխվում են Միացյալ Նահանգներ, արդեն շատ երկար են մտածում երեխա ունենալ-չունենալու, հետո այդ երեխային պահելու մասին, թե որքան ժամանակ նրանք կարող են հատկացնել, որքան պիտի մնան տանը, արդյոք ունեն պահող երեխային, որովհետև ինչ վերաբերում է դայակի աշխատանքին, ապա դա նույնպես ոչ այնքան մատչելի աշխատանք է։ Դու կարող ես դայակին վճարել ժամական 15-ից մինչև $25։ Եվ հիմա այստեղ հարց է առաջանում, որքան պետք է գումար աշխատի մայրիկը, որպեսզի կարողանա դայակին վճարել այդքան գումար։ Իսկ ինչքան հնարավոր էր, ես փորձեցի ամփոփ ներկայացնել հիմնական պատկերը, որպեսզի դուք կարողանաք ճիշտ վերլուծություններ կատարել եւ որպեսզի եթե դուք մի օր որոշեք գալ Լաս Վեգաս, իմանաք որտեղից սկսել, ինչ ակնկալիքներ ունենալ, որովհետեւ իմ կարծիքով նախատրամադրվածությունը շատ կարևոր է։ Պետք է իմանաս ինչ ակնկալիքով ես գալիս, որպեսզի հետո ոչ հիասթափվես, ոչ կոտրվես, ոչ էլ հետ նայես։ Այստեղ գալուց առաջ պետք է իմանալ ինչ ակնկալես եւ պատրաստ լինես միայն ու միայն առաջ նայելու, անձնային հմտություններդ զարգացնելու, լեզվական կարողություններդ բարելավելու եւ հավատացած եղեք, որ այստեղ դուք կարող եք աշխատել նույնիսկ ժամական բավականին մեծ գումարներ։ Շնորհակալություն եմ հայտնում, որ այս ամբողջ ընթացքում մնացիք ինձ հետ, լսեցիք մինչև վերջ, կատարեցիք ձեր հետևությունները։ Կխնդրեմ, որ մեկնաբանություններում գրեք, թե հաջորդիվ ինչ թեմաների կցանկանաք, որ ես անդրադառնամ, ինչպես նաև որ բնագավառները, որ բաց եմ թողել, կարող եք մեկնաբանություններում գրել եւ ես անպայման կպատասխանեմ նաև դրանց վերաբերող հարցերին, որովհետև գիտենք, որ շուկան շատ մեծ է, որ անսահման են բոլոր մասնագիտությունները եւ բնականաբար պարզ է, որ ես չէի կարող մեկ տեսանյութով անդրադառնալ բոլոր մասնագիտություններին։ Սիրելիներս, եթե կարծում եք, որ շատ կարևոր բաներ եմ բաց թողել, ուրեմն գնացինք մեկնաբանություններ, ես այնտեղ կլրացնեմ իմ բաց թողածը։ Իսկ դուք մնացեք բարյավ, գտեք ձեր երազանքների աշխատանքը, ստեղծեք ձեր երազանքների ապագան, իսկ մենք կհանդիպենք հաջորդիվ։ Գնացինք։